Ես ուզում եմ թվոց 35-ից խոսամ։ Ես ասեմ այն ինչ որ հասկացել եմ, ինքը ավելի խորը թեմա է եւ մենք դրա կարիք ունենք։ Ապաստարանի քաղաքները, գլուխ 35 թվոց 6 խոսքն եմ կարդում, 6-ը։ Եվ այն քաղաքներից է, որ Ղևտացիներին եք տալու, այն 6 ապաստանի քաղաքները որոշեք, որ սպանողը այնտեղ փախնի։ Ու սպանողը վերցնենք մեղավորը, որ ավելի պարզ լինի։ Մեղավորը փախնի, երբ որ Իսրայելը ժառանգում էր Քանանու երկիրը, Աստված Մովսեսին պատվիրեց, որ ունենաք բոլոր քաղաքների մեջ 6 հատ ապաստանի քաղաքներ։ Ինչի համար, որ ով որ ինչ-որ մի հանցանք գործի, իրան տեղում չսպանեն։ Ինքը հասցնի, փախնի, մտնի ապաստանի քաղաք, որ մտավ ապաստանի քաղաք, իրան իրավունք չունեն սպանեն։ Իրան իրավունք չունեն սպանեն։ 11 խոսք, այն ժամանակ ձեզ համար քաղաքներ որոշեք, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որ այնտեղ փախչի սխալմամբ մարդ զարկող սպանողը, սխալմամբ, որովհետև ավելի ներքև ասում է, բայց եթե մեկը դիտավորյալ է արել, ինքը կարա չփախնի ապաստանի քաղաք։ Ստեղ խորհուրդը հետևյալն է, որ երբ որ մեզ բացվում է մեր մեղավորությունը, որի համար մենք զղջում ենք, մեզի հույս կա։ Բայց երբ որ մեզ չի բացվում մեր մեղավորությունը, մենք տենց էլ մնում ենք մեր կարծիքին, մեզի հույս չկա, ապաստանի քաղաքը մեզ չի փրկում։ Ես տանում եմ դրան խոսքը։ Մի կարճ օրինակ հիշեցնեմ Սուրբ գրքից, շատ պարզ կտենաք ինչի մասին է խոսքը։ Երկու մայր կար, գնացին Սողոմոնի մոտ, գրած է երկուսն է մեղավոր կին էին։ Մեկի երեխան մահացավ գիշերը, մեկինը ոչ, ում երեխան որ մահացել էր, տեղերը փոխեցին երեխեքի։ Հիշում եք այդ պատմությունը։ Հետո Սողոմոնը ասեց. կիսեք այդ երեխան, շատ պարզ։ Այն ով որ իսկական մայրն էր, ասեց. վեկալեք երեխեն, մենակ թե մի կիսեք։ Հրաժարվեց իր ճշտից, թե չհրաժարվեց։ Հրաժարվեց, ասեց վեկալեք, մենակ մի կիսեք։ Այն մեկը ոչ մի ձեն չհանեցել, չէ՞։ Հիմա ողորմություն գտնում է այն մեղավորը, ով որ ընդունում է իր մեղավորությունը, ով որ չի ընդունում իր մեղավորությունը, ինքը տենց է ողորմություն չի գտնում, կապ չունի ինքը որտեղ է։ Եկեղեցում է, եկեղեցում չի եւ այլն։ Որտեվ շատ մարդիկ կան, վազել են ապաստանի քաղաք, չէ, բայց իրանք տենց էլ չեն ընդունում իրանց մեղավորությունը։ Իրանց ողորմություն չի լինում, տենց ասում Սուրբ Գիրքը։ Ես կարդամ Երկրորդ Օրինաց 4:42-ը, Երկրորդ Օրինաց 4:42-ը։ Որպեսզի այնտեղ փախչի մարդասպանը, որ անգիտությամբ սպանել է իր դրածին, առանց նրա դեմ երեկվանից եւ մյուս օրվանից ատելություն ունենալու։ Եվ այս քաղաքների մեկի մեջ փախչե, որ ողջ մնա։ Շեշտում է, որ այն մարդը փախնի, ով որ դիտավորություն չի արել, բայց սխալ բան արել։ Երբ որ մենք աշխարհում էինք եւ գործում ենք բավականին սխալներ, հիմա էլ են գործում, չէ՞ որ հիմա չեն գործում։ Այն ժամանակ ոնց է գրված Սուրբ գրքում, թող ամեն մարդ, չէ, Աստված անտեսում է տգիտության ժամանակները եւ բոլորին կանչում է ուր փրկության։ Մեր համար այն ժամանակ հեշտ էր փրկությունը, որտեղ մենք տգետ էինք հավատքի առումով, փրկության առումով։ Բայց հիմա որ մեզ բացվել է մեր մեղավորությունը, ու մեր մեղավորությունը բացվելուց հետո մենք դարձյալ շարունակում ենք բռնել մեր արդարությունը, մեզի ապաստանի քաղաքը չի օգնի։ Եվ դրա համար
շատ մեղավորներ ավելի հեշտ են ապաշխարում, քան այն մեղավորները, ովքեր տենց էլ չեն ընդունում իրանց մեղավորությունը։ Ավելի լավ է աշխարհից մեկի հետ խոսա շուտ կապաշխարի, քան հավատացյալի հետ խոսա։ Աստված բոլորին հնարավորություն ա տվել, որ իր մեղավորության դեպքում ինքը փախնի, ապաստանի, քաղաք ողջ մնալու համար։ 19:4 երկրորդ օրինաց։ Եվ այս է մարդասպանի կանոնը, որ այնտեղ փախչե եւ ողջ մնա, նա որ զարկե իր դրացին անգիտությամբ մերցնե, առանց նրա հետ երեկվանից եւ մյուս օրվանից թշնամություն ունենալու։ Կարդում եմ 35-ի 12-ը թվոց, շատ հետաքրքիր համար է, 35:12 Այն քաղաքները ձեր համար ապաստանարան լինեն վրեժ խնդրիցը, որտեղ քո հետևից ընկել են, որ քեզի սպանեն, չէ՞։ Եվ սպանողը դատաստանի համար ժողովքի առաջին չերևցած չմեռնի։ Ուզում ասի, մենք ոնց նայում ենք, մենք սաղս մեղավոր ենք։ Բայց որպեսզի այդ մեղավորը չկորի, միանգամից չկորի, այդ մեղավորը պետք է ներկայանա ժողովքին, ապաստանի քաղաքում, որ ժողովքը որոշի ինքը մեռնելու է, թե չի մեռնելու, չէ՞։ Հիմա ես միանգամից անցնում եմ դրսից ներս Հռոմեացիներ 6:23-ին, միանգամից Հռոմեացիներ 6:23-ին, որովհետև եթե իմ մեղավորությունը թողեն քո ձեռը, դու ինձի չես կարա չսպանես։ Ես սխալ եմ արել, մեղք եմ գործել, բայց որ քեզ թողեմ, դու ինձ կսպանես, տենց էլ ես։ Դրա համար ասում է, թող մեղավորը վրեժխնդրի ձեռը չընկնի, թող ընկնի ում ձեռը, ժողովքի ձեռը։ Թող վրեժխնդիրը չորոշի մեղավորը մահանալու է, թե չէ։ Ես մեկին չարություն եմ արել, ինքն էլ ուզում է ինձի սպանի, չէ։ Հիմա Սուրբիկն ասում է, թող ինքը չորոշի, թող ժողովքը որոշի, դու կմեռնես, թե չես մեռնի։ Հիմա ես դրսից անցնում եմ ներս 6:23 ասում է, որովհետև մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով է։ Սա նշանակում է, որ ես ինչ որ կարդացի քաղաքների մասին, այսօր քաղաքների մասին չի խոսքը։ Այսօր խոսքը մեր մեջ բնակվող մեղքի մասին է խոսքը, որի պատճառով մենք հաճախ թե կոտորվում ենք, թե սպանվում ենք եւ փրկություն չի լինում, որովհետեւ մենք չենք ընդունում այդ մեղավորությունը։ Այ մեղավորությունը տեսնողը իր մեղավորությունը ինքը հույս ունի, որ իրան միանգամից չեն սպանի։ Իրան կտանեն ժողովքի առաջին եւ ժողովքը կորոշի իրան սպանեն, թե չսպանեն։ Գնանք առաջ։ 25 խոսքը 35 գլխի շատ կարևոր խոսք է։ Ժողովքը ազատե սպանողին, այն ժողովքը, որ պիտի քեզի դատ անի, հա, եւ որոշի քեզի մեռնես, թե չմեռնես։ Ժողովքը ազատե սպանողին, արյունի վրեժխնդրի ձեռքից, եւ ժողովքը նրան դարձնե իր ապավինած ապաստանի քաղաք, եւ նա այնտեղ բնակվե, միջև որ սուրբ յուղով քահանայապետը մեռնի։ Այսինքն դու հանցանք ես գործել, քեզ ուզում են վնասել, դու փախնում ես ապաստանի քաղաք, որտեղ դու որ ընկար մարդու ձեռը կսպանի քեզի։ Դա տենց է։ Թող գնա ապաստանի քաղաք, այդ ով որ մուռ ունի, թող ինքը չսպանի, թող ժողովքը որոշում կայացնի։ Ժողովքը որոշում է կայացնում, որ ինքը պիտի մտնի ապաստանի քաղաք եւ ապրի այնտեղ այնքան ժամանակ, միջև օծված քահանայապետ ինչ անի, մեռնի։ Հիմի մեր համար լավ լուր ունենք,
մեզ մերցնել ուզողների համար վատ լուր ունեմ։ Հիմա լավ լուր ունեմ մեր համար, վատ լուր ունեմ մեզ սպանել ուզողների համար։ Այդ համար կարդամ նոր։ Մատթեոս ավետարան 26:12 Դա այդ յուղն է իմ մարմնի վրա թափվելով իմ թաղվելու համար։ Հիշում եք այդ խոսքը։ Ես լրիվ չեմ կարդում։ Ովքեր մեզ ուզում են վնասեն, սպանեն, վատ լուրն է նա, որ չեն կարա սպանեն, որտեվ քահանայապետը ինչա կենթանի է։ Մեր համար լավ լուրն է նա, որ քահանայապետը չի էլ մեռնելու։ Մենք այդպես բարի լուր ունենք։ Քահանայապետը երբեք չի մեռնելու։ Նշանակում է դու ինձ ոչ մի բան չես կարող անես։ Ես փրկվեցի։ Ուղղակի ես առաջ մտածում եմ, պիտի քեզնից փրկվեմ։ Մի որ մտել եմ ապաստանի քաղաք, ես հասկանում եմ, որ պիտի ինձնից փրկվեմ, ոչ թե քեզնից։ Ու քեզնից ես փրկվել եմ արդեն։ Ես գիտեմ, որ քո առաջ մեղավոր եմ, ես քո հանդեպ չարություններ եմ արել, ես քո հետևից խոսացել եմ, ես քո հանդեպ լցված եմ, լիքը ստորակետներով կարելի է այդպես թվարկել էլի, չէ։ Բայց ես որ մտա ապաստանի քաղաք, ես հասկացա, որ իմ մեղքը ավելի մեծ է, քան որ ես պատկերացնում էի։ Իմ մեղքը ընդամենը ինչի, որ ես ինչ-որ մեկին ոչ դիտավորյալ ինչ եմ արել, սպանել եմ։ Իմ մեղքը դա չի։ Իմ մեղքը ավելի խորն է։ Իմ մեղավորությունը քո դիմաց չի։ Այդ որ ես քո հանդեպ չարություն եմ արել, դա շատ մանկական բան է, էլի։ Ես ոչ թե արժանի եմ, որ ինձի իմ վրեժխնդիրը սպանի, ես արժանի եմ հավիտենական մահվան։ Իմ խնդիրը ստեղ է։ Հիմի էսի այն սահմանն է, կամ դու ապրում ես քահանայապետի հետ, կամ դու դուրս ես գալի քաղաքից, որտեվ շարունակության մեջ տեսեք ինչ է գրված։ Ես կարդամ 26 խոսքը 35 գլխի։ Թվոց 35 26 խոսքը։ Եթե սպանողը իր ապավինած ապաստանի քաղաքի սահմանիցը դուրս գա 27-ը արյունի վրեժխնդիրը նրան իր ապաստանի քաղաքի սահմանիցը դուրս գտնե եւ արյունի վրեժխնդիրը սպանողին մերցնելու լինի, մահապարտ չհամարվի։ Մի որ դու վազել ես մտել ես տեղ, քեզ չեն կարող սպանել, բայց որ դու ստեղից դուրս եկար, քեզ կարող սպանեն։ Եվ արդարացի կլնեն, որովհետև ոչ թե քեզ հանեցին ստեղից դուրս, այլ դու դուրս եկար ստեղից։ Հիմա սա ուղիղ նշանակում է, ովքեր ընդունում են իրանց մեղավորությունը, իրանք երբեք դուրս չեն գա ստեղից։ Ովքեր չեն տենում իրանց մեղավորությունը, ստեղից դուրս եկան, ու վայրի մասին չի խոսքը։ Ստեղից դուրս եկան, որովհետև քո մեղքն ավելի շատ է, քան իմ մեղքը, չէ՞։ Իմ ճիշտը ավելի մեծ է, քան քո ճիշտը։ Այդ դեպքում դու կմեռնես հոգևորապես, եւ քեզ ոչ մեկ չի կարող օգնել։ Հնարավոր չի։ Ամբողջ հոգևոր կյանքի իմաստը այն է, որ դու տենաս քո մեղավորությունը հավիտյան խորն է։ Դու 2 օր չես մեղավոր, դու 80 տարի չես մեղավոր։ Դու մեղավոր ես հավիտյանս հավիտենից։ Եվ քո փրկությունը մենակ ու մենակ կախված է օծված քահանայից։ Ինքն էլ հավիտյան ապրում է, դու էլ իր մոտ ես ապրում, քեզ ոչ մեկ չի կարող սպանել։ Բայց եթե դու չմնացիր քահանայապետի մոտ, օծված քահանայապետի մոտ, քեզ կարող են ինչ անել, սպանել։ Ովքեր, այս հարցը շատ կարևոր է, ովքեր կարան քեզ սպանեն։ Քո մեջի բնակված մեղքը։ Որովհետև քեզանից դուրս մեղավոր չկա, ամբողջ մեղավորությունը քո մեջ է։ Ես առաջ մտածում էի ստեղ է ապաստանի քաղաքը, բայց հիմա ես տենում եմ, որ Հիսուսն է ապաստանի քաղաքը։ Հեչես թե չի։ Բայց եթե էսի չի բացվում, եթե մենք էսի չենք տենում, մենք հա մեղավոր ենք գտնելու։
Ես շատ անկեղծ եմ ասում, իմ համար եմ ասում։ Այս պահին ինձ իրականում չի հետաքրքրում, թե ով իմ հանդեպ ինչա անում, բացարձակ չի հետաքրում։ Ու չէ հետաքրում ճիշտ է թե սխալ է դա։ Գիտեք խի, որտեվ ես հազիվ գցել եմ իր գիրքը, ես հենց սկսեցի ճիշտ ու սխալ անելը, ես դուրս կգամ իր գրքից։ Դա իմ մահվան դատավճիռն է, վերջ։ Եթե քեզ չի բացվում, որ դու եկել ես Քրիստոսին, որտեվ հավիտյան մեղավոր ես, ոչ թե այստեղ ավելի շատ մեղավորներ կան, դու դուրս ես գալու ստեղից, դու չես կարա։ Հնարավոր չի։ Այդ մամայի պատասխանն է, էլի հետաքրքիր չէ, ասում է թող ինքը ապրի, մենակ թե իմ ասածով չլնի, թող իմ ասածով չլնի, որտեվ ես չեմ կարա ճիշտ լնեմ, էլի։ Իմ ճիշտը գիտեք քանի հատ երեխա է կոտորել։ Քո ճիշտը քանի հատ երեխա է կոտորել, կարաք ասենք։ Հանուն նրա, որ դու ճիշտ ելնես, քանի մարդ է մեռել, կարաս ինձ ասես։ Այդ դու չգիտես, բայց որ կայնես դատաստանի օրը կարող է լուրջ խնդրեմ ունենաս։ Որովհետև հազիվ մենք հավաքվել ենք ապաստանի քաղաք, որ ապրենք քահանայի հետ, չէ՞։ Հիմա հերիք չի դրսում վրեժխնդիրն է մեր հետևից ընկե։ Ստեղը մենք ենք իր հետևից ընկե։ Հետո մենք տենց չենք կարա մնանք քահանայի մոտ։ Մենք դուրս կգանք այդ հանք։ Տեսեք ինչ լավ համար կա Սուրբ գրքում։ Առակաց 18:10 Առակաց 18:10 Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։ Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։ Գործք 4:12 Ուրիշ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Իսկ մենք էսի ժամանակ առ ժամանակ ենք հիշում, երբ որ քարոզում են մեզի սրա մասին։ Մենք սրանով չենք ապրում։ Մենք շարունակաբար ապրում ենք մեր արդարության եւ մեր ճշտի հաշվին։ Դա մեզի ինչ անելու սպանելու է։ Դա է մեզի սպանում։ Դրսի վրեժ խնդիրը չի սպանում։ Այդ որ իմ հանդեպ սխալանալը ճիշտ է էդի, բայց իմ սխալները այնքան շատ է, որ ես էդի չեմ տենում։ Պրոստը ես չեմ տենում էդի։ Ես կարող եմ մի քիչ ավելի խիստ ասեմ, կոպիտ ստացվում, որ ինչ որ արել են իմ հանդեպ, քիչ են արել։ Բայց էդի չենք տենում։ Դու երկել ես դա ոչնչություն եմ ես։ Բայց որ այնով որ երկում է ոչնչություն եմ ես, իրան ոչնչի տեղ ես դնում, պարզվում է որ դա ինչ չի։ Նո երկու քույրիկի մասին չէ, դի սաղիս մասին է։ Դրա համար ոնց որ մենք սա հիվանդներով հավաքել ենք ստե, չէ՞։ Հազիվ հավաքվել ենք ստեղ, մենք ունենք բժիշկ, որը կարող է մեզի բուժի բոլոր հիվանդություններից։ Մեր մեջ թազա թեմա է առաջացել։ Մեզնից ով ավելի հիվանդ։ Հիվանդներն են, որը ով ավելի հիվանդ։ Խեղճ հիվանդներ այման, մեռնում ենք մենք։ Մեզ կարա մենակ փրկի յուղով ոցված քահանայապետը։ Մեզ ոչ մեկ չի կարա փրկի։ Մեր հանդեպ կարան սխալ անեն։ Մեր հանդեպ չեն կարա սխալ չանեն։ Դա բացառվում է։ Ես այդ տանջանքից ազատվել եմ շատ շուտվանից։ Գիտեք որ տանջանքից, որ հանգարց իմ մասին սխալ բան չասեն։ Այդ տանջանք է էդի։ Ու թող ասեն։ Մեկը ճիշտ են ասում, թե չէ։ Ես գիտեմ, մեկը քիչ են ասում, տեղ հասավ քարոզը։ Մնացած իրականում քիչ են ասում, որովհետև քեզ սյոտիկի պիտի դրսում սպանեին, էլի, չէ։ Քո մեղքը քեզ արդեն սպանել էր, էլի, դու հիմա ում մեղքի հետևից ես ընկել, որ քո հանդեպ արել են։ Լավ են արել։ Քիչ են արել։ Մեկը քո փրկությունը ումից է, քո քահանայապետից է, մի պայմանով։ Եթե դու իրականում զգում ես եւ տենում ես քո մեղավորությունը, ոչ թե իմ մեղավորությունը, ինչ կլինի,
մի տես իմ մեղավորությունը, ես այդքան էլ մեղավոր չեմ։ Քո որ դու իմ մեղավորություն տենում ես, դա քեզ բացարձակ չի օգնում, հասկանում ես։ Էդի քեզի հանում է դուրս պարսպավոր քաղաքից։ Իսկ նրանք, ովքեր իրանց մեղավորությունը տենում են, իրանց այլևս իրանք ոչ թե արդեն ուրախանում են, որ ուրիշն էլ է մեղավոր։ Իրանք հասկանում են, որ ինքն էլ փրկության կարիք ունի։ Ճիշտ է, այս պահին սխալ անում։ Ճիշտ է, այս պահին չի տենում, ճիշտ է, այս պահին չի հասկանում։ Բայց ինքն էլ օծված քահանայի կարիք ունի, էլի, չէ՞։ Ես ամաչում եմ Աստծո առաջ, ամաչում եմ, երբ որ իմ ճիշտը եւ արդարությունը հաստատում եմ քո հաշվին։ Ես անկեղծ ամաչում եմ։ Ոնց որ ասեմ դու իմ համար հեչ ոչի բան չես արել։ Ի շատ ցածր բան է։ Այդ նշանակում է, որ մենք չենք տենում ոչի բան հոգեվոր իմաստով։ Բայց տեսեք, դե ասում է մեր ապավինությունը չէ իր անվան մեջ է։ Հետևաբար քո ապահովությունը Քրիստոսի արդարության մեջ է։ Քո ապահովությունը իր ներկայության մեջ է, օծված քահանայի ներկայության մեջ է։ Քո ապահովությունը դե չի, որ քեզի սաղ ծափ տան եւ ասեն դու ճիշտ ես, քո նմանը չկա։ Էդի քո մեռնելու օրն է։ Դրա համար, եթե քո համար ապաստանի քաղաքում անգամ քահանայապետը չի հետաքրքրում, ուրեմն դու ըտեղել ես մեղավոր քնելու, ըտեղել ես մեկի ականջը կտրելու, ըտեղել են ընկնելու քո հետևից, որ քեզի սպանեն։ Քեզի ոչ մեկ չի կարող փրկել ժամանակ։ Իսկ Քրիստոսի համար, տեսեք ինչ է գրված։ Գրված է Եբրայեցիներ 7:24-25, 7:24-25։ Բայց Քրիստոսը, որովհետև հավիտյան է կենում, քահանայություն ունի անանցանելի, ուստի եւ բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենթանի է, որ նրանց համար բարեխոսություն անի։ Դեռ մեկ մարդկանց հետ կապ չունի էսի։ Բացարձակ կապ չունի։ Ուղղակի սա տենալ է պետք։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ շատ կարևոր համար ուրիշ տեսանկյունից նայենք այդ համարին։ Մատթեոս 11:28։ Մատթեոս 11:28։ Եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Եվ ձեզ ինչ կտամ։ Հանգստություն կտամ։ Այս ինչի մասին է օրինակ։ Այս դրա մասին է, որ թե խի են մարդիկ այտենց, հա, դի դրա մասին է։ Խի աղբերներս ինձ չեն հասկանում, դրա մասին է էդի։ Ինչի մասն է եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Եվ ես ձեզ հանգստություն կտամ։ Ես Քրիստոսով գտել եմ այդ հանգստությունը։ Ինձ համար ավելի թանկ է օծված քահանայապետի ներկայությունը, քան որ քո այդ կռիվանը։ Մեկը որ կռիվանեմ դու ճիշտ ես ելնել։ Ես էդի հաստատ գիտեմ։ Այտենց մարդ չկա, որ իր այդ կռիվանես ու ճիշտ չհելնես։ Այտենց մարդ չկա։ Սաղ մտածում են, որ իրանք ինչ են, սաղ են տես մտածում, ես էլ եմ տես մտածում։ Դրա համար ես չեմ կռիվան, անիմաստ է կռիվանելը։ Ինձ պետք է ես իրա գրկում լինեմ, ինձ էդի է պետք։ Քո հետ կռվելով ես իրա գիրկը չեմ ընկնելու։ Ինձ պետք է ես դուրս չգամ պարիսպավոր քաղաքից։ Ինձ պետք է ամենամեղավորը ճանաչեմ ինձ ուտենամ, եւ ինձ կլինի հավիտենական փրկություն։ Հիմա դու ինչ որ ասես ու թվարկես, կարող է ճիշտ լինի, բայց դա քեզ չի փրկում։ Ու կարող ես ամբողջ համոնտին մեղավոր հանես, էդ էլ քեզ չի փրկում։ Քեզ մի բան է փրկում, որ դու իրա գրկից չհեռանաս, էդ էլ այն դեպքում է, երբ որ մենակ քեզ ես մեղավոր տենում, որտեվ հակառակ դեպքում դու ինչ ես անելու։ Դու դուրս ես մնալու պարսպավոր քաղաքից։